Արեն, Ալեն, Ադրիանա, Աննա, Աքսաննա։ Ստեփանակերտին արդեն գյուղինը չունեմ, թողել եմ 20 թվական։ Արցախից բռնի տեղահանված հայրապետյանների բազմանդամ ընտանիքն է, հանգրվանել են Կոտայքի մարզի Բժնի գյուղում, տանտիկինը Ռուզաննան պատմում է, 2 անգամ են տեղահանվել, 2020 թվականին Հադրութից, 2023-ին Ստեփանակերտից, իրենց հետ ոչ մի իր չեն կարողացել բերել, միայն անձնագրերն են վերցրել և շտապել Հայաստան։ Ամուսինս ինձ ծառայող էր, 20 թվին մենք երեխեքի հետ, ես հղի էի, ես փուչուրի երեխայով, 4 երեխու հետ զորով դուրս եկա գյուղից, ինքը դեռ դիրքերում էր։ Արցախում մեծ տնտեսություն են ունեցել, զբաղվել են մեղվաբուծությամբ, ընկույզի ընդարձակ այգիներ են ունեցել, անասուն պահել։ Այստեղ այդ հնարավորությունը չունեն, թեև ցանկությունը կա։ Տնամերձ հողամասը շատ փոքր է։ Արցախում աշխատանքով ապահովված են եղել։ Տիկին Ռուզաննայի խոսքով 5 երեխա են ունեցել, բայց նեղություն չեն կրել։ Դաժե եթե մենք Արցախում մնայինք, 6-րդներ կունենայինք։ Ասենք աշխատավարձի բերումով, ես էլ էի աշխատում, ամուսինս էլ, երեխեքի նպաստ էինք ստանում, դժվար չէր, չէ։ Բջնի տեղափոխվելուց հետո տուն էին վարձակալել, ամսական 100,000 դրամ էին վճարում, հետո տեղափոխվեցին մեկ այլ թաղամաս, հիմա 60,000 են վճարում, թեև տան պայմանները բարվոք համարել չի կարելի։ Սա մեր խոհանոցն է, Բաղնիկ զուգարանը ներքևում է։ Ջեռուցում եք ինչով։ Հայտով։ Դժվարությամբ, բայց հարմարվել են 3 սենյականոց տան պայմաններին, 5 երեխաներից բացի տիկին Ռուզաննան խնամում է նաև հորաքրոջ որդուն, ով առողջական խնդիրներ ունի։ Մեր հետ միասին ապրում է խորքուրիս տղեն, հաշմանդամ, մտավոր հետամնացություն ունի, 12 տարի է, խնամակալը ես եմ։ Ամուսինը Ռուսլանը աշխատանք ունի, սակայն վերջերս ոտքի կոտրվածք է ստացել և որոշ ժամանակ ի վիճակի չի լինի օգնել ընտանիքին, իսկ իր զբաղվածության հարցը չի կարողանում լուծել։ Գյուղում դժվար է աշխատանք գտնելը, ստեղից է պիտի անդադ տրանսպորտով գնաս ու ժամերը չեն համապատասխանում, այսինքն եթե Չարենցավան ես աշխատեմ, պիտի տաքսով հետ տուն գամ, ոնց ասած աշխատավարձից բան չի մնա էլի։ Ամուսինների խոսքով բնակարանները Բժնիում թանկ են և հնարավոր չէ հատկացվող գումարով տուն գնել։ Ասում են ավելի արդյունավետ կլինի, եթե պետությունը բնակապահովման աջակցության ծրագրի փոխարեն համալիր լուծում տա, տեղահանված արցախցիների համար տներ կառուցի, ամեն ընտանիքի կազմին համապատասխան և իրենք փաստաթղթային ու գումարային խնդիրներից զերծ կմնան։ Այս մեր 4 միլիոնով այդ մեր 8 հոգանոց ընտանիքը, որից մեկը այդ հորքուրիս տղեն ինքը Հայաստանի քաղաքացիություն ունի, իրան չի վերաբերվում, 7 հոգուս 28 միլիոն, բայց էլի դաժե 28 միլիոնով այս ձևի տուն չենք կարա գյուղում չանենք։ Հողամասն էլ աթանք, որ վեկալ ենք, մենք զրոյից կառուցենք, տներն էլ ահա որ թանկ է։ Ամեն օր հիշում են իրենց հարազատ գյուղը, մեծ ու տաքուկ տունը, որտեղից անգամ լուսանկարներ չեն հասցրել վերցնել, իրենց տունն ու դուռը, այգին, գյուղի յուրաքանչյուր անկյուն, հուշարձան ու սրբատեղի այսօր միայն նրանց մտապատկերում են։ Իհարկե մենք չենք ուրանում, սա էլ է մեր հայրենիք, բայց չես կարող մարդկանց բացատրես, քեզ տնից տեղից թեկուս կողի գյուղ տանեն, փոքեն տանեն կողի գյուղ, դու էլի քեզ մի ձև օտար ես գալու։ Չէ, հայրենիքը, քո հայրենիքն է, այդքան մենք զոհեր ունեցանք, այդքան գերեզմաներ, ամեն ինչ թողեցինք։ Նոր հանգրվանը նման է Հադրութի շրջանի իրենց հարազատ Տող գյուղի բնությանն ու տեղադիրքին։ Տիկին Ռուզաննայի խոսքով նոր հարևանների առումով իրենց բախտը բերել է և ընդհանրապես Բժնիում բոլորն էլ իրենց հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեն։ Փառք Աստծո, չգիտեմ մեզնից է, թե ինչ է, մեզ պատահած մարդիկ բոլորն էլ շատ բարի ու հոգատար ըմբռնումով մոտեցող մարդիկ էին։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Կոտայքի մարզ, գյուղ Բջնի։